Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությամբ, այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, հույս հայտնելով, որ այդ լարվածությունը հնարավոր կլինի թույլատնել եվրոպական դիտորդական առաքելության ընդլայնման օգնությամբ։ Հույս ունեմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելության կազմը կընդլայնվի, որպեսզի հնարավոր լինի հետևել ու զսպել այդ լարվածությունը։ Այժմ անհրաժեշտ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ կամայականորեն ձերբակալվածներն ու բանտարկվածները պետք է ազատ արձակվեն, հայտարարել է Բարոն։ Բաքուն անհիմն իրականությանը չհամապատասխանող է որակել հայկական կողմի հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից կրակոցների հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Խնածաղ գյուղի մշակույթի տունը, չնայած հայկական կողմը նաև լուսանկարներ է հրապարակել։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական, անձանց եւ քաղաքացիական օբյեկտների վրա։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը Բաքվից պարզաբանում է ակնկալում կոչ անելով հետաքննել Խնածաղի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Իրանն ու Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հարցում։ Ռեգիոն մոնիտորին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։ Նա նշել է արկա է մեծ ներուժ, որը պետք է օգտագործվի երկու երկրների կողմից երկկողմ հարաբերությունները բարելավելու համար։ Հարցին արդյոք հնարավոր է ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, իրանցի բարձրաստիճան դիվանագետն ասել է, պետք է ջանքերը կենտրոնացնել այդ ուղղությամբ։ Այդ միտումը կա, երկու կողմերն էլ ցույց են տվել հետաքրքրություն այդ փաստաթղթի ուղղությամբ շարժվելու համար։ Գյումրիի ավականու ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այսօր ստացել են ավականու անդամի մանդատները։ Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվածներից մանդատը չի վերցրել միայն մեր քաղաքը դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։ Ավականու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին, այդ օրը նորընտիր ավականու կազմը համայնքի ղեկավար է ընտրելու։ Այս պահին պաշտոնապես հայտնի է միայն Վարդան Ղուկասյանի առաջադրման մասին, նրան սատարելու են բոլոր ընդդիմադիր ուժերը։ Իշխող ԿՊ-ն դեռևս չի հստակեցրել Սարիկ Մինասյանին առաջադրելու է քաղաքապետի պաշտոնում, թե ոչ։ Առաջին ատյանի քաղաքացիական դատարանում տեղի է ունեցել Տիգրան Ավինյանի հորդեմ ներկայացված հայցով առաջին նիստը։ Արմեն Ավինյանի դեմ հայց էր ներկայացրել Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգորի Սկանդարյանը Օպելի վարորդներին համբալ անվանելու համար։ Նա պահանջում է ֆինանսական խորհրդանշական 500,000 դրամի փոխհատուցում վիրավորանքի համար։ Այսօրվա դատական նիստին Արմեն Ավինյանն ու նրա փաստաբանը չեն ներկայացել, քննարկվել են հայցվորի ներկայացրած ապացույցները։ Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 29-ին։ Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պիսկովը։ Նա հավելել է, հստակ ժամկետներ չկան, բայց իրականություն է, որ Ռուսաստանն իսկապես պատրաստ է հարաբերությունների կարգավորման քայլերի։ Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասել էր, Մոսկվան ցավում է, որ Թբիլիսին դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ դիրքորոշման հետ, սակայն պատրաստ է փոխշահավետ համագործակցություն զարգացնել վրացական կողմի հետ։ Ակտիվ ցիկլոնի ներթափանցման պայմանավորված ապրիլի 14-ի երեկոյան ժամերից 15-ին 16-ին հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ են սպասվում, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-ից 40 սանտիմետրի։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից նշում են, որ հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտում, որտեղ արկա է պղղատուների ծաղկում, ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-ից 19-ին տեղումները ժամանակարարապես կդադարեն, օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-ից 12 աստիճանով։